ձեր թիմակիցն էր, այդ Շունուշանգյանը բառ օգտագործողը ձեր թիմակիցն էր, թե ոչ։ Պարոն Կիրակոսյան, յուրաքանչյուր մարդու, եթե իրեն ձայնագրեն ամբողջ տարվա ընթացքում հաստատ վստահ եմ։ Հարցս հետևյալն է, ձեր թիմակիցն է, թե ոչ։ Շարունակեմ, յուրաքանչյուր մարդու, եթե տարվա ընթացքում 24 ժամ ձայնագրեն, հաստատ բոլորը ինչ-որ բան կասեն, այս մեկ, երկրորդ, թիմակիցների հետ կապված, քննությունը կավարտվի, մենք կիմանանք, ումն է, քանի որ ինձ խնդրել են փաստաբանները, որպեսզի ինչ-որ պրոցեսների հետ կապված մասնագիտական որակումներ չտրվի, քանի որ դա ինչ-որ պրոցեսների շրջանակներում է, բայց մի բան ասեմ, որը խոսույթը, այդպիսի խոսույթը ես շատ եմ տեսել, ազգային ժողովում իշխող կուսակցության մոտ, B Facebook-ում իշխող կուսակցության ընդունելի է, բայց ձեզ համար այդ բառապաշարը, որը վերագրում է ձեր թիմակցին։ Յուրաքանչյուր մեր հասարակության, եկեք թիմակից, որպես թիմակից մեր հասարակության անդամները պետք է այս խոսույթից դուրս գան։ Այս խոսույթի պատասխանատվությունը կրում է մեր քաղաքական դիսկուրսը, որ եկել է փող վիրավորանքների դաշտ։ Մենք պետք է այդ խոսույթից դուրս գանք։ Ինձ անձամբ դուր չի եկել ու չի գալիս որևէ վիրավորական խոսք։ Դա բացասական էմոցիաներ են առաջացնում, չկա այդտեղ հաճույք, չկա դրական բան։ Ու մենք պետք է այնպես անենք, որ փորձենք դա փոխել մեր խոսույթների մեջ։ Իհարկե, առաջի անգամ հնարավոր է ինչ-որ ձայնագրություններ լսելուց, ձայնագրություն կար, որ ես լսեցի, հաճույք ստացա, օրինակ Ղումաշյան Գոհարի ձայնագրությունը ես որ լսեցի, ես հպարտացա իր համար, որովհետև մարդը այնպիսի բաց ձևով աշխատեց զանգարողի հետ, մարդը ասեց, որ ունեմ այսքան աշխատող, հնարավոր է ունենամ պատվերներ, առաջարկ արեց, լավ ձևով աշխատեց, ես հպարտություն զգացի, այնպես պետք է անենք, որ մեր բոլոր հայրենակիցները նույն ձևաչափով, նույն որակով շփում ունենան։